Ով ինչպես է պարգևավճարի արժանացել, տարեվերջին պայթած սկանդալը բոլոր արդարացումներով քաղաքական կոռուպցիա է, ըստ մասնագետի։ Այն ինչ որ ծրարով էին տալիս, հիմա մուծում են պետբյուջե, հետո ստանում են արդեն բացահայտ կերպով։ Նույն շղթայի մեջ է հաջորդ բացահայտումը, ինչպես մասնագետն է ձևակերպում ես քեզ, դու ինձ սկզբունքով։ Վերջին 3 տարում պարզվում է կառավարությունն ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է տվել։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 միլիոն դրամի նվիրատվություններ են կատարել քաղպայմանագրին ու Իմ քայլը հիմնադրամին։ Ինֆոկոմն է հետաքննել։ Այն ամեն ինչ ես տեսնում, դա մենք կարող ենք միայն հստակ ասել քաղաքական կոռուպցիայի։ Մենք ասել ենք զերո կոռուպցիա։ Եվ մենք այսօր հասնում ենք զերո կոռուպցիային։ Զուգահեռ իրականությունում փաստերն են, պարզվում է միլիոններն անցնող պարգևավճարները չեն փրկում։ Մեր երկրում կոռուպցիան լուրջ խնդիր է, ընկալման համաթիվն է հուշում։ Հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը։ 2024-ի համեմատ կոռուպցիայի ընկալման համաթիվը Հայաստանում նվազել է 1 նիշով, 47-ից դառնալով 46։ Այս երկու թվի արանքում Հայաստանը տատանվում է վերջին 4 տարում։ Կոռուպցիան մարտահրավեր է այն երկրներում, որտեղ այս նիշը 50-ից ցածր է, ասում է մասնագետը։ Հիմա ես օրինակ ավելի շատ հակված եմ ասելու, որ սա ավելի grand corruption-ի եւ մեծ կոռուպցիայի եւ Բարսաշյան պաշտոնյաների կոռուպցիայի պատկերն է, քանի որ ասի 50-ից ցածր է, մենք հաստատ կարող ենք ասել, որ սա petty corruption, փոքր մասշտաբի կոռուպցիա չի, սա ավելի բարձր է։ Հակակոռուպցիոն առաջիկա ռազմավարությամբ խոստանում են կոռուպցիան նվազեցնել այնքան, որ համաթիվը 55 դառնա։ 9 նիշի բարելավումը մոտ ապագայում իրատեսական չէ, ըստ մասնագետի, նպաստավոր պայմաններ չկան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։